За 4 ингредиента я отдала почти 800 рублей. В наше время недостаточно 1000 рублей, чтобы сделать греческий салат. У меня 900 рублей на карте. Это все, что я смогла купить. Ռուսները սոցցանցերում շարունակում են զանգվածաբար բողոքել թանկությունից, իսկ պետական վիճակագրական ծառայությունը Ռոստատը պնդում է 0% գնաճը մարտի երկրորդ շաբաթում։ Պաշտոնապես ասում են ամսվա սկզբից գնաճը 0.17% է կազմել, մինչդեռ տարեսկզբից ապրանքների և ծառայությունների արժեքը բարձրացել է 3.15%-ով։ Բայց այս տվյալները կարող են կեղծ լինել։ Ռուսաստանը համակարգված կերպով խեղաթյուրում է տնտեսական վիճակագրությունը, որպեսզի Ուկրաինայի արևմտյան գործընկերներին հավաստիացնի, թե դիմացել են պատժամիջոցների և ռազմական խոշոր ծախսերի ճնշմանը։ Այս մասին Շվեդիայի ռազմական հետախուզության ղեկավար Թոմաս Նիլսոնը Financial Times-ին է ասել։ Ըստ այդ հետախուզական տվյալների Ռուսաստանը 30 միլիարդ դոլարով թերագնահատում է իր բյուջետային դեֆիցիտը, մինչդեռ երկրի կենտրոնական բանկը թերագնահատում է տարեկան գնաճը, որն իրականում մոտ 15% է, այլ ոչ թե 5.86, ինչպես հայտարարում են։ Այնինչ այժմ չափում է Ռոստատը, շատ ավելի քիչ է արտացոլում կենսամակարդակի փոփոխություններն ու գների դինամիկան, քան նախկինում մինչև պատերազմն էր արտացոլում։ Նախ եւ առաջ եկեք սա համարենք անսարք ջերմաչափ։ Անսարք, բայց միևնույն է ջերմաչափ, որը մեզ գոնե որոշակի պատկերացում տալիս է։ Ձեր նշած թվերը Ռուսաստանում այս տարեսկզբի գնաճը առաջին եռամսյակում մի փոքր ավելի քան 3%, վերջին առնվազն 8-ից 10 տարվա ընթացքում ամենաարագ աճն է, եթե չհաշվենք 2022 թվականը։ Այսպիսով, անկախ նրանից, թե ինչպես են մանիպուլացնում գների ինդեքսները, ներառելով ավելի էժան ապրանքներ եւ բացառելով ավելի թանկերը, Ռոստատի պաշտոնական վիճակագրությունն անգամ ցույց է տալիս, որ գներն արագորեն աճում են։ Статистика свидетельствует о том, что цены растут быстро. Մերձավոր արևելքում պատերազմի պատճառով նավթի թանկացումն էլ բավարար չէ Կրեմլի դիրքերը բարելավելու համար, կանխատեսում է շվեդական հետախուզությունը։ Իսկ Ռոստատն այժմ կանխատեսում է, որ տնտեսությունը 2026-ին կաճի ընդամենը 1.1%-ով, մինչդեռ 2 տարի առաջ տնտեսական աճը 4.9% էր։